Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք Սրփուի Գայլյանի ընկերուհին եք։ Տիկին Գայլյանը այդ հարցին բազմիցս պատասխանել է, ես Սրփուի Գայլյանին ճանաչել եմ, այո, եւ Մենք էլ շատ մարդկանց ենք ճանաչում, բայց չունենք ընկերական հարաբերություններ, հարցը ուղիղ է։ Հարցը քանի որ ենթատեքստ է պարունակում, Գայլյանի ընկերուհին եք, թե ոչ։ Ես նորից եմ կրկնում, ես նախարարին միջև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, բայց խնդրում եմ նաեւ Ո՞նպես եք ճանաչել։ Մենք նույն կուրսում ենք սովորել կրիմինալոգիայի մագիստրոսական ծրագրում եւ ինչ է ուզում ստեղ շեշտադրել, այս հարցը շատ խոսվում է սրա մասին, սակայն խնդրում եմ նաեւ իմ կենսագրությունը եւ տեսեք ես միջև քրեակատվական ծառայության ղեկավար լինելը որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել Ես հոգեբան եմ մասնագիտությամբ, հոգեբան կրիմինոլոգ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիան, որը որ հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է։ Հոգեբան ղեկավար եւ 8 ինքնասպանության դեպք Տիկին Թադևոսյան։ Այո, դրանից առաջ ես եթե այդպես դիտարկենք, ես 2020 թվականից սոցիալ հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել եւ մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք 3, 2 եւ 2024 թվականին ունեցել ենք 0 ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերը աճը միանշանակ մեզ եւս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ թե որտեղ են մեր սխալները, որը որ թույլ է տալիս այս իրավիճակին։ Որոնք են եղել այդ ինքնաբնացման դեպքը։ Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաեւ իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպվել այդ խնդրի հետ, իրենց կատարված արարքի այնպիսին ա եղել արարքը ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին, քրեակատվական հիմնարկը եւ այսպես ասած համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել եւ անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնը։ Նորվա հարց պատասխանի ընթացքում դուք հետաքրքրվեցիք Նուբարաշենի ворցից, այսինքն այն ցմաներից բացի մեկ այլ դեպքեր է։ Մի քանի օր առաջ ուրբաթ օրը կարծեմ հրապարակում եղավ Նուբարաշենում աշխատակիցների միջև ծեծկրտուքի մասին։ Ես եմ այդ տեղեկությունը ստացել, ասում են որ Նուբարաշենի բանտի Իսկ թվաց դրա մասին եք խոսում։ Բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր կաբինետում իր օպերներ Արամ Հարոյանի կամ լավ էս ամեն Ես կարդացել եմ նյութը, եթե մեկնաբանությունն ձեզ հետաքրքիր, միանգամից մեկնաբանեմ։ Դրան էի պատասխանում, որ ծեծելը դեռևս պետք է ուսումնասիրություն արվի, ծառայական քննություն է նշանակվել հենց ուրբաթ օրը, իհարկե մենք դրա մասին գիտեինք միջև հրապարակումը, այդ մասին մեզ զեկուցվել էր, ծառայական քննությունը նշանակվել է եւ քննության արդյունքներով կպարզվի, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ հիմնարկները ինչ ծանրաբեռնվածություն ունեն այս պահին, որտեղ նաև խոսվում է համաներման մասին, եւ եթե շատ ծանրաբեռնված են, օրինակ կհերիքեն բոլոր ընդդիմախոսներին Փաշինյանի, որպեսզի ինչպես ինքն էր Խորհրդանի ամբիոնից ասում, լցներ ԱԱՑ պատվարները կամ երկրորդ մասին միանշանակ չեմ անդրադառնա, առաջին մասին ասեմ, որ քրեակատվական հիմնարկների ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է, եթե չեմ սխալվում, եւ մենք ունենք լրակազմով միջև 4000 անձին քրեակատվական հիմնարկներում պահելու հնարավորություն։ Ես ասում եմ թվերի մասին, որոնք որ համապատասխան նախարարի հրամանով արձանագրված են։ Դեռ 4000 հոգու տեղ կա, Ոչ, ընդհանուր լրակազմը մոտավորապես 4000 հոգու համարեն։ 2845։ Թադևոսյան Փաշինյանը առաջարկ է ներկայացրել, որպեսզի պատարակներից առաջ հնչի օրհներգը, դուք ինչ կարծիք ունեք այս առումով եւ նաեւ Եռագույն դրոշը տեղադրել։ Ցանկացած հարց, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, ես ի սկզբանե ասեմ, որ չեմ պատասխանել, նաեւ խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վարչական պաշտոն զբաղեցնող անձ եմ, ում իրավունքները պարտականությունները նախատեսվում են քրեակատվական ծառայության մասին օրենքով եւ քրեակատվական ծառայության մասին օրենքը մեզ արգելում է ունենալ որոշակի եւ
մեր ելույթներում խոսել որոշակի քաղաքական եւ Փաշինյանն այդ առաջարկը դա իմ ընտրությունն է պատասխանել ձեր հարցին թե ոչ, որը վերաբերելի չի մասնագիտական գործունեությանը։ Շնորհակալություն։